Սիրական մենք ուզում ենք մեզի բլոկադային յետարգել լրիվ այս կապի միջոցներ մեր հեռախոսը կաբերն են անջատել մենք մինչև վերջ է տածում մենք խնդիր չունենք ինչ որ մեկի ողորմելի ինչ որ մեկի վերել են վրեքս տեխնիկա են հանում իրանք գիտեն մենք իրանցպես թափտպուկներ ենք պետք է կանենք նայենք այդ տեխնիկան իրանց նման ողորմելի թափտպուկները գիտեն մենք իրանց նման ողորմելի ենք այ կերտես заложники, которых отпустили. Нам их просто не показывали никого. У нас заложники никакие не были, а мы их не брали как заложников, понимаете? Они у нас были типа такого, чтобы у нас был, чтобы нас обеспечили средства связи, понимаете? Чтобы мы могли связываться с семьей, с детьми, с женой, с братом, а они сами нам, как его, да, от мира всех оторвали, нам не дают никакого связи, возможности связи. И сегодня нам сказали, мы вчера договорились, что будем отпускать их, они пойдут домой. У нас такое должно быть, что они поняли, у нас не такое, не так, что заложники были. Мы заложников не берем, мы берем того, кто грозит, что грозит моему нацию, моему родному Армению, кто хочет погубить мой народ, понимаете? Вы здесь еще будете, примерно. Мы будем до тех пор, пока они не поймут, что честность, когда слово выходит изо рта, это же род, это же целует его семья, его дети, понимаете, это же не урна. Когда человек говорит, что он должен держать слово, понимаете? Պարոն Խանդոյան, Սերժ Սարգսյանը ձեզ առաջարկել է զենքերը վայր դնել։ Մեզի ոչ մեկ բարոյական իրավունք չունի ձեռքեր զենք վայր դնելու մասին խոսի բացարձակ, եթե ինչ որ մեկը կփորձի անգամ այդպես փորձ անի, ինքը խալատար է։ Ինքը կեղդերից կեղ դնա, իմ ընկերը կլնի, իմ երեխեն կլնի, իմ աղբերը կլնի, իմ քուրը կլնի։ Ամենատագանք ստորն է, եթե ինքը չի ուզում պայքարի էս իմ մակրության, իմ ազգի փրկության համար, եթե իմ ազգը կործանվում այսօր, եթե կեղդերի նման մարդկանց համար 800 հեկտարը անպետ հողեր են, ես թկած ունեմ այդ մարդկանց, այդ կեղդնով է, որ ինձ ասի զենքը դիրծած, այդ ողորմելինով է ինքը իրանից ոչ մի բան չի ներկայացնում, դրանք ինձի զենք չեն տվել, թե իմ 19 տարեկան ժամանակ, թե իմ այսօրվա 46 տարեկան ժամանակ։ Պարոն Խանդոյան, ինչ կփոխանցեք ձեր հարազատներին, Փոխանցեմ, որ հասկանամ վերջը, մեռնեմ ձեզի, իմ ազգ, իմ հարազատը, դու էլ ես իմ հարազատը, այստեղ սաղդ կայնազներ, իմ համար տարբերություն չկա, ես ձեր համար եմ, բոլորի համար եմ, այն իմ 8 տարեկան աղջկա, այն 6 ամսական թորնիկի, այն իմ 100 տարեկան պապիկի ու տատիկի համար եմ։ Բանակցություններին ովքեր ներգրաված եղել, տասեք։ Վիտալի Բալասանյան։ Բանակցությունները բոլոր մեր ընկերները սաղը գաս են, փարկաստու գաս են, նես չի որ չեն գաս, բայց եթե պետք է գան ինչ որ մեկը գա, իմ ընկերը կլնի, մեր քուրը աղբերը կլնի, եթե պետք է գասի աղբերը արունահեղություն, նախ թող մտածի, մինչև իրա գալը, խիա գալիս այտենց։ Երկրորդն էլ աղբեր ջան, մենք չենք ասողը դու գաս կամ չգաս։ Ուզում ես գաս, արի, խնդիր չունես, չես ուզում, մի արի, մի ասա, թույլ կտաս կամ թույլ չես։ Վիտալի Բալասանյան։ Այո, եթե ինչ որ մի հատ կեղ նպատակներով ուզում է գա մեր գործը խանգարի, դու բացարձակ։ Առաջին օրը քանի գրոհ ա եղել ձեր վրա, կներեք։ 2 գրոհ։ 2 գրոհ։ Դա մինչև երբ, մինչև որ ժամը, եթե կարելի է։ Մինչև ժամ 12-ը։ Մինչև ժամը 12-ը 2 գրոհ ա եղել։ Վանոյանը սպանվել այդ գրոհների ժամանակ, թե գրոհներից առաջ։ Գրոհներից առաջ։ Գրոհներից առաջ, այսինքն ինքը դիմադրել էր ներսում, այսպես ասած։ Այո։ Որ շատ խնդրենք այդ ներսի մտնելու պահը կնկարագրի, որտեղ հանրությունը ոչ մի բան չգիտի ու գախնի պահով ասում են, որ Վանոյանը հենց սպանվել է այդ կարգյաներ։ Վանոյանը սպանվել է, ժողովուրդը մենք խախանդ ենք եղել, մենք կայնած ենք եղել, սկսել է կրակոցները իրա կողմից։ Դուք վիրավորներ ունեցել եք։ Այո։ Ով ա վիրավորվել։ Մեր Սմբատը, մեր Հովիգը։ Հիմա թիվ կարող եք ասել ոստիկաններից, որոնք հիմա ներսում են։ Չկա ոստիկան չունենք, ինչ թիվ քեզի ասեմ, ախպեր, մենք չունենք ինչ ոստիկանի մասնախոսք, ախպեր, չկա, մեր մոտ ոստիկան չունենք, մենք այսպես կանգնած ենք։